Քաղաքացիական պայմանագրի համար ներքին ընտրությունների անցկացման փուլային եղանակը նորություն չէ։ Հերթական բոլոր ընտրություններում, այդ թվում դեռևս 2017-ին, նախընտրական ցուցակը կազմվել է ռեյտինգային քվեարկությամբ, վստահեցնում է կուսակցության վարչության անդամ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ինչու ենք մենք այս ավանդույթը ներդրել, որովհետև մեր կուսակցության հիմքում, գաղափարախոսության հիմքում ժողովրդավարությունն է, այդ թվում ներկուսակցական ժողովրդավարությունը, մենք երբեք չենք եղել մի կուսակցություն, որտեղ մի խումբ կամ մեկը որոշում է թե որ տեղում պետք է լինի նախընտրական ցուցակի։ Իսկ մյուս կուսակցությունները ինչպես են ձևավորում իրենց ցուցակները, կարծում եմ ոչ ոք չգիտի կամ բոլորը գիտեն, բառից վատ իմաստով։ Եվ իշխանական կուսակցությունները, եւ ընդդիմադիր կուսակցությունները 30 տարի ոնց են գործել։ Միշտ ունեցել են մի հատ լիդեր, լավագույն դեպքում մի քանի լիդեր կամ մի խումբ, որոնք որոշել են ամեն ինչ, ու այդ մարդիկ երբեք չեն փոխվել։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջին համարում է եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանը 8 տարի եղել է մեր վարչապետի թեկնածու եւ ամենամեծ ռեյտինգ ունեցող եւ վստահություն ունեցող քաղաքական գործիչը մեր կուսակցությունում եւ ընդհանրապես Հայաստանում։ Իսկ կուսակցության ցուցակում բոլորն են արժանավոր մարդիկ, կարծում է Դավիթ Խուդատյանը։ Գրեթե համոզված է, որ ընտրական ցուցակ ձևավորելուն ուղղված այս գործընթացը վարակիչ չի կարող լինել այլ կուսակցությունների համար։ Սա ժողովրդավարության օրինակ է, եթե սա ցանկություն ունենային կուսակցությունները, ապա նախկինում 90-ականներից սկսած դաշտը բաց էր եւ իրեն կարող են այս մեխանիզմը ներդնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցությունների ցուցակ գրել են եւ գրում են 1-2 հոգի մի աշխատասենյակում փակված, ես գրեթե բացառում եմ, որ առնվազն խոշոր կուսակցությունների մասով այսպիսի որոշում կայացնեն, սա քաղաքացիական պայմանագրին բնորոշ որոշում է։ 50-ին ընտրելը իսկապես բարդ բան էր, բայց ես կարծում եմ կատարել եմ արժանիքահեն ընտրություն։ Իսկ ինքը որպես падգամավոր վատ չի աշխատում, հետևաբար արժանիքներ ունի, արտահայտվեց Խանդանյանը։ Կարծիք հայտնեց քննադատությունների մասին, թե այս ընտրությունները ձևական բնույթ են կրում։ Գիտեք, դրանք պնդումներ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում, որովհետև նույնիսկ ամեն վարչության նիստից հետո վարչապետը հրապարակում է տեսանյութեր, որտեղ ձեզ եւ հանրությանը կարելի է ենթադրել ինչ հարցեր են քննարկվել։ Մեր նախորդ ընտրությունները վարչության այնքան անբասիր են եղել, որ նույնիսկ ամենաանդիմադիր լրատվականները, բացի ինչ-որ մատից ծծած ինչ-որ նյութերից, ոչ մի բան նույնիսկ չեն կարծել նորմալ հորինեն այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա մեր ամբողջ քվեարկությունը լայվով է ընթանում, բոլորը, յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ցանկացած ծայրից կարա մտնի տեսնի այդ լայվը, թե ոնց են մարդիկ քվեարկում։ Կան կուսակցություններ, որոնք փորձել են այս ընտրությունների իմիտացիան անել, բայց նրանք մոտ չեն եղել ներկայիս ժողովրդավարական մոդելին, հայտարարեց Ալեքսանյանը։ Իսկ թեկնածուներն ու պատվիրակները ներկայացրին, թե ինչպես են առաջնորդվում ընտրություն կատարելիս եւ ինչու հենց իրենց անունը պետք է լինի նշված 50 անունների ցանկում։ Իմ հայցողությամբ ընտրել եմ իմ պատկերացրած լավագույն 50-ին, ինչ որ միշտ համարել եմ առաջնային։ Ըստ Արսեն Թորոսյանի, կուսակցությունը միշտ գործել է թափանցիկ եւ հրապարակային։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։